Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շնորհակալություն հարգելի պարոն նախագահող, հարգելի պատգամավորներ, ներկայացնեմ անցած ժամանակահատվածի հաշվետվությունը։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ապահովումը անցած ժամանակահատվածում շարունակել է մնալ Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ապահովել է ակտիվ ներգրավվածություն ԵԱՏՄ աշխատանքներին։ Հաշվետու ժամանակահատվածում արտաքին գործերի նախարարությունը պատկան մասով շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող բազմամակարդակ նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման, համաձայնեցման աշխատանքներին։ Այս ժամանակահատվածում անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 1, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 4 նիստեր, Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ-ում Հայաստանի ներգրավվածության ապահովումը եւ արտաքին աշխարհի հետ ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության հետագա ընդլայնում։ Այս համատեքստում առանձնակի կարևոր տեղ է հատկացվում ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան քայլերի ձեռնարկմանը, համար անհրաժեշտ ապրանքատեսակների ներմուծման համար արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանելու ուղղությամբ, ուստի այս ժամանակահատվածում շարունակական բանակցություններ են ընթացել միտված նոր առևտրային համաձայնագրերի համագործակցության հուշագրերի կնքման ուղղությամբ։ Մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների մի կողմից եւ Իրանի Իսլամական Հանրապետության մյուս կողմից միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, վերջնականացվել է Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների մի կողմից եւ Մոնղոլիայի մյուս կողմից միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի տեքստը, շարունակվել են ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները Ինդոնեզիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Արտաքին գործերի նախարարությունը շարունակել է մասնակցել ԵԱՏՀ կոլեգիայի անդամների գործառնական պարտականությունների բաշխման շրջանակներում ռոտացիայի մեխանիզմի կիրառման, ԵԱՏՄ հետագա զարգացման հիմնական խնդիրների ու ուղղությունների մասին հռչակագրի իրականացման միջոցառումների պլանի նախագծի եւ ԵԱՏՄ անդամ երկրներում միգրացիոն գործընթացներին առնչվող ընդհանուր քաղաքականության մշակման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական եւ վերջին զուգահեռ անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի նախապատրաստման, ԵԱՏՀ տարեկան հաշվետվությունների, համաձայնագրերի ստորագրման, ընթացակարգերի ապահովման առնչությամբ պարբերաբար անցկացվող տեսակապի ձևաչափով քննարկումներին։ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդին մասնակցել է Հայաստանը, ԱՊՀ նախարարների խորհրդին, ԱՊՀ տնտեսական խորհրդի մեկական նիստի, ընդհանուր առմամբ վերոնշյալ նիստերի օրակարգում ընդգրկված էին տարբեր ուղղություններով ԱՊՀ բազմակողմ համագործակցության շրջանակներում ավելի քան 40 փաստաթուղթ, որոնցից շուրջ 30-ը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կողմից։ Հաշվետու ժամանակահատվածում ապահովել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 23 թվականի հոկտեմբերի 26-ին Բիշկեկում կայացած նիստի ընթացքում հաստատված ԱՊՀ մասնակից պետություններում հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախապատրաստման եւ տոնման միջոցառումների ծրագրերի իրականացումը։ 25 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում շարունակվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարձրագույն եւ բարձր մակարդակի երկխոսությունը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցել 3 հեռախոսազրույց, 2 հանդիպում, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի ընթացքում նա ներկայ է գտնվել հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին։ Մայիսի 20-ից 21-ը կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի աշխատանքային այցը Հայաստան, որի շրջանակներում տեղի ունեցել հանդիպումներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի հետ։
վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքներով արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համար խորհրդակցությունների ծրագիրը։ Հունիսի 5-ից 6-ը նախատեսված է, այսինքն այսօր եւ վաղը, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Անտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որին զուգահեռ կանցկացվի նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ հոբելյանական համաժողովը։ Ղազախստանի ուղղությամբ նշեմ, որ կայացել է արտաքին գործերի նախարար Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան, որի շրջանակներում արտաքին գործերի նախարար Միրզոյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահը, ապրիլի 18-ից 20-ը Հայաստանում անցկացվել են Ղազախստանի մշակույթի օրեր, որոնց շրջանակներում կայացել են միջոցառումներին։ Այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվել Ղազախստանի մշակույթի եւ տեղեկատվության նախարարը,